Կարլեն Դանելյան, Լուսինե Զաքարյան։ Հին Ախալցխան գավառական փոքրիկ քաղաք էր։ Փոცხով գետը անցնում էր Սարավանդի փեշով, ավերակ բերդի պարիսպներից ներքև և կանաչի ու մեղմահոս սահանքի մեջ երգում հեքիաթային ճողփյունով, մանավանդ իրիկնադեմին, երբ արևը անցնում էր Արիսանի լեռներից այն կողմ և քաղաքը ընկղմվում էր բարեպաշտ խաղաղության և տամուկ լռության մեջ։ Ղուղանջում էին եկեղեցիների աստվածահաճո զանգակները, Սուրբ Լուսավորիչը հրավիրում էր երեկոյան ժամերգության, Ռաբաթից, հրեաների թաղամասից, Ջիլիթ մեյդանից, Վերին պլանից, Մարտայից դեպի Աստծո տներն էին շտապում հավատացյալների բազմությունները, հույներ, վրացիներ, հայեր, հրեաներ, ըստ պատշաճի զուգված, զարդարված, հպարտ, որովհետև ինչպես իրենք էին ասում, Ախալցխան Թիֆլիսից հետո երկրորդ քաղաքն էր Վրաստանում։ Եվ միանգամայն գոհ ապահովությունից, սիրալիր բոլորի նկատմամբ և բարեպաշտության երկյուղածությունը սրտում, ժպտերես ու կարմրաթուշ և Սուրբ գրքի մեջ հիշատակված Հավեթի մոսոկ Թոռան օրհնաբանելով, որ եկել հասել էր այս երկիրը, սա Մծխեն, Մեսխիների երկիրը և հիմնադրել նոր բերդը Ախալցիխեն։ Իշխանած երկիր կոչված օրհնյալ այս հողի վրա շատ արյուն էր թափվել, դարերի մեջ մեսխիներ, վրացիները, հայերը կռվել էին թուրքերի դեմ, մինչև որ 1828 թվականին 18 տարի տևած անընդմեջ պատերազմից հետո ռուսները ազատագրեցին այս հողերը և կործանեցին Ախալցխայի միջնաբերդի Մինարեն ու մզկիթները։ Պատերազմին հաջորդեց խաղաղությունը։ Ադրանապոլսի դաշնադրությունից հետո քաղաքը կառնու հայերի գաղթավայրը դարձավ։ Վաճառաշահ քաղաք էր Ախալցխան, Թիֆլիս, Բաթում, Բաքու, Երևան, Ալեքպոլ, նույնիսկ ավելի հեռուները, Աստրախան, Սև ծովի հյուսիսային ափերը մինչև Ղրիմ ու Բեսարաբիա էր գնում Ախալցխայի նշանավոր գինին, չոր միրգը, անտառանյութը, պանիրը, կաշին, բազմերանք խայտաբղետ առատ լիքը այդ քաղաքում ծաղկում էին արհեստները, մեկը մյուսի հետևից բացվում էին դպրոցները, կրթական այլ հիմնարկներ, շենանում էր քաղաքը հետզհետե ընդարձակվելով, Ռաբաթից անցնելով Նուրին պլանին։ 1860-ական թվականների սկզբներին լեհական ապստամբության ճնշումից հետո այստեղ աքսորվեցին մի քանի լեհ զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձիկ։ Աքսորականների թվում էր Պետերբուրգի կայսերական օպերայի մեներքիչ Իոսիֆ Հովսեփ Պետրովիչ Տոմաշևիչի հայրը Պյոտր Տոմաշևիչը, ծագումով հայ մի զինվորական, որն ըստ երևույթին սերում էր լեհահայ այն ընտանիքներից, որոնք բռնի կրոնափոխվեցին 17-րդ դարի 40-ական թվականներին։ Հովսեփ Տոմաշևիչը իր ձայնը մշակել էր նախ Պետերբուրգում, հետո մեկնել Իտալիա։ Նա ծնված պետք է լիներ 1870-ական թվականներին։ Դարասկզբին Տոմաշևիչը Պետերբուրգի օպերային թատրոնի մեներքիչներից էր, Շալյապինի բարեկամը և ընկերը, ձայնային հարուստ տվյալներով օժտված մի իսկական բաս պրոֆունդո։ Տոմաշևիչների ընտանիքին էր պատկանում Ախալցխայից 5-6 վերստ հեռավորության վրա գտնվող Օրփոլա գյուղը։ Այստեղ ապրում էր Հովսեփի կրտսեր եղբայրը Պետրոսը, բարձրագույն կրթություն ստացած մի երիտասարդ գյուղատնտես, որ բոլորովին նման չէր շրջակա կալվածատերերին։ Պետրոսը գիտեր եղբոր հաջողությունների մասին պետերբուրգյան լրագրերից, բայց երբեք չէր պատրաստվում թողնել հայրենի կալվածքը։ Նա կապված էր հողի և գյուղացիների հետ, փորձում էր ամեն կերպ օգտակար լինել նրանց։ Ամուրու ժուժկալ բարեբարո կյանք էր վարում, մինչև որ իմացավ եղբոր տնտեսական դժվարությունների մասին և հրավիրեց իր մոտ։ Հովսեփ Տոմաշևիչը արդեն տարիքն առած մարդ էր։ Ախալցխա հասավ կնոջ և աղջկա Վերոնիկայի հետ այն ժամանակ, երբ Վրաստանում նոր միայն հաստատվել էին սովետական կարգեր։ Մինչ այդ Մոսկվայից վերադարձի ճանապարհին նա կանգ էր առել Թիֆլիսում և մի քանի տարի ապրել այնտեղ եղբոր ուղարկած դրամական միջոցներով։
Աղալցխայում երգիչը ստիպված էր աշխատանք որոնել։ Օրփոլան արդեն չկար, Պետրոսը մահացել էր և անհրաժեշտ էր եկամուտի այլ աղբյուրներ որոնել։ Աղալցխայի ռուսական դրամայում Տոմաշևիչը երգում էր և մասնավոր դասեր տալիս։ Հետո կազմակերպեց մի քանի երգչախմբեր, ստեղծեց կոմերիտական ակտիվիստների երգչախումբը։ Մեծ վերափոխումների ալիքը հուզում էր երգչին, և նա ինքն էլ ցանկանում էր որևէ բանով նպաստել կյանքի վերաշինության առաջընթացին։ Կինը Ելենա Պավլովնան օգնում էր նրան, նա դաշնակահարույ էր։ Հին աղալցխացիները մինչև հիմա էլ հիշում են համակրելի դեմքով միջահասակ, գեղեցիկ այդ կնոջը, որ նվագակցում էր համր կինոյում, բեմի աջ անկյունում նստած շարժանկարի մեջ կատարվածին անտարբեր։ Տոմաշևիչը փառահեղ մարդ էր, սև գանգուրներով, պարթևահասակ, լիքը թուխ մազերով, ջլապինդ տղամարդ էր։ Քայլում էր գլուխը բարձր պահած, արժանապատվության խոր գիտակցությամբ և քթի տակ օպերային ինչ-որ մեղեդի մռմռալով։ Այդ ժամանակ Վերոնիկան արդեն հասած աղջիկ էր, և ծնողները մտածում էին նրան ամուսնացնելու մասին։ Նրբիրան, քնքուշ, խաժ աչքերով Վերոնիկան երաժշտասեր էր։ Մայրը նրան նվագել էր սովորեցրել դեռ շատ փոքր հասակից։ Այստեղ Աղալցխայում Վերոնիկան փորձում էր աշխատանք գտնել ծնողներին օգնելու համար։ Ծանր տարիներ էին, աղքատություն էր, կարիք ամենուրեք։ Արվեստի աշխատողների համար բացված ճաշարանում Վերոնիկան աշխատանք գտավ։ Մի անգամ 1922 թվականին Հովսեփ Տոմաշևիչը թատրոնում ծանոթացավ բարձրահասակ, գեղեցիկ դիմագծերով, խիստ սև մազերով մի երիտասարդի հետ, որն իր հսկայական բասով ներս էր մտել փորձասենյակ և չգիտեր ուր տեղավորել գործիքը։ Հաբեթը Տոմաշևիչի սիրելին դարձավ։ Ելենա Պավլովնան չափից ավելի հոգատար էր։ Մի քանի օր անց երիտասարդը ուղեկցում էր Ելենա Պավլովնային արվեստի աշխատողների ճաշարանը, ուր մարդկանց անվճար կերակրում էին։ Վերոնիկան ընդառաջ եկավ մորը, աշխույժ հրճվանքով թափահարելով գեղեցիկ գլուխը և շիկահեր մազերը։ Իմ աղջիկն է, ժպտաց Ելենա Պավլովնան։ Հաբեթը սիրահարվեց Վերոնիկային։ Նրանք ամուսնացան հաջորդ գարնանը։ Տոմաշևիչը սիրում էր Հաբեթին որպես լավ երաժիշտի։ Ինչ փույթ, թե այդ երիտասարդը բոլորովին աղքատ մեկն էր և ապրում էր եղբոր ընտանիքի, մոր, հիվանդ և չամուսնացած քրոջ հետ։ Վերոնիկան լավ ընտրություն էր կատարել։ Խոհուն, խելացի աչքերով լռակյաց ու թախծոտ Հաբեթը Վերոնիկայի սիրտն էր մտել հենց առաջին օրվանից։ Նրա հաղթ բազուկները ուժ ու ապահովություն էին ներշնչում։ Վերոնիկան երջանիկ էր իր ամուսնությամբ, հարսանյաց աղքատիկ սեղանով, որ կազմակերպել էին իրենց տանը, և մանավանդ Հաբեթի արտաքինով, որ նախանձ էր շարժում։ Վերոնիկան և Հաբեթը որոշեցին սենյակ վարձել։ Սկզբում միասնիկյան, հետո Չկալովի փողոցի վրա նրանք գտան մի լավ բնակարան։ Հին, հաստահիմք մի շինություն էր դա, բոլորաձև աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր ձախակողմյան դռնից ներս մտնելով հայտնվում էին երկու սենյականոց լավ կահավորված ընդարձակ մի բնակարանում։ Հաբետի որդին Դավիթը բավական մեծ տղա էր, երբ 1937 թվականին ծնվեց նրա քույրը Սվետլանան, Լուսինեն, որ շատ նման էր Վերոնիկային և ավելի քան հիշեցնում էր տատին Ելենա Պավլովնային։ Չկալովի փողոցի տունը լցվեց ուրախությամբ։ Գինովությունից ու հրճվանքից օրորվող Հաբեթը ստիպում էր Դավիթին նվագել հայկական և վրացական պարեղանակներ։ Վերոնիկան նվագակցում էր սև փայլակորցրած հնագույն այն դաշնամուրով, որ Ելենա Պավլովնայի թոռներին տված նվերն էր։ Ծանր տարիներ եկան, սկսվեց հայրենական մեծ պատերազմը։ Կնոջ մահից հետո Հովսեփ Տոմաշևիչը ցնորվել էր։ Ազնվական, փառահեղ այս մարդը մոլոր քայլերով շրջում էր քաղաքի փողոցներով, մտաբերելով երևի երբեմն իր փառքը, ամերիկյան հյուրախաղերը, բեմական հաղթանակները և նույն պահին իսկ մթագնվում էր ուղեղը, ընդհատվում էր մեղեդին, և պատկերների հոսքը կանգ էր առնում անորոշ ու պաղ մի գոհուշության առաջ։ Աղալցխայում փողոցների եռուզեռը դադարել էր, մռայլ ու լրջախոհ երիտասարդները հապճեպով ու գործնական երբեմն խռնվում էին զինկոմիսարիատի առաջ,
հետո հրաժեշտ տալիս յուրայիններին ու մեկնում։ Դավիթը երաժշտական կրթություն էր ստացել տատիկից։ Ախալցխայրի շրջանում նա արդեն հայտնի էր որպես վարպետ ակորդեոնիստ։ Մեծացել էր եւ առնականացել։ Նրա դեմքին դրոշմված էր ազնիվ բարեմտություն եւ խորունկ պարզություն։ Հաբետը տեղափոխվել էր հայրական բնակարանը Ջիլիտ մեյդանում Նորաշեմ փողոցի վրա։ Երկու փոքրիկ, շատ փոքրիկ սենյակ, ցածր առաստաղով, ճաքճքված պատերով, լուսամուտից դուրս եկող վարարանի ծխնելույզով պատասպարեց ընտանիքը։ Դավիթը զորակոչվեց ռազմաճակատ։ Միայնակ մի ծառ, թոնրատուն, գոմ, հավանոց, փոքրիկ բանջարանոց եւ հին մի ծածկ, որի տակ կանգնեցնում էին հորեղբոր ֆայտոնը, այսպիսին էր այն բակը, ուր պատերազմի տարիներին անցավ Լուսինեի մանկությունը։ Մեծ խոշոր աչքերով նիհարիկ ու աշխույժ Լուսինեն գիշերները մտաբերում էր եղբորը եւ փորձում տխրել ու լաց լինել մայրիկի նման։ Բայց չգիտես ինչու այդ նրան չէր հաջողվում։ Դավիթի հետ նա զրուցում էր պարզ ու անմիջական եւ եղբայրը միշտ էլ ժպտում էր։ Տխրել պարզապես հնարավոր չէր։ Բակում եղած հին խորհրդանոցի անկյունները մի լավ մաքրելուց հետո Լուսինեն որոշեց հավաքել ընկերներին եւ ներկայացում տալ։ Տետրակի 2 էջ բավական էր տոմսեր պատրաստելու համար։ Երբ վաճառվեցին դրանք եւ երբ բոլորն արդեն հավաքվել էին, վարակույր կարպետի ետևից դուրս եկավ չարաճճի ծիծաղկոտ Լուսինեն, հասարակ մարլյայից պատրաստած գլխաշորով եւ հայտարարեց. Բացվում է վարակույրը, վիստուպայետ ակտրիսը Պագարելովա թատրը։ Շուշան մամը թորանտեսկից զգացված զարկում էր ծնկներին եւ ծիծաղում։ Հաբետ հենց ամբողջ գերդաստանը, հարևանները, մեծ եւ փոքր ներկա էին։ Երեխաներից ոմանք նախանձով էին նայում բեմահարթակ դուրս եկած փոքրամարմին Լուսինեին, որ արտասանում էր, երգում, ինչ որ վազվզոցի մեջ հանկարծ կանգ առնում եւ ամենաիսկական դերասանի պես հեկեկում ու լալիս բարձրաձայն։ Սերգո հորեղբոր աղջիկները նույնպես մասնակցում էին ներկայացումներին եւ ընտանեկան թատրոնի պես մի բան էր ստացվում Ջիլիտ մեյդանի թշվառ ու խեղճ բակերից մեկի ծածկի տակ։ Անհայտ ու անանուն երեխաների ստեղծագործական եռանդի ու երևակայության արգասիկ այդ թատրոն հանդեսները կրկնվում էին շաբաթը մեկ անգամ եւ միշտ չարաճճի ու աշխույժ Լուսինեն մի նոր բան էր հնարում, մի նոր անուն հոլովում, մի նոր երգ երգում եւ թվում էր թե վերջ չկա ուրախության ու կենսախինդ ոգևորության այդ փորձկումին, որ տեղի էր ունենում աղքատության ու սովի իրական դեմքը տեսած մանկահասակների չսպառվող կենսասիրության շնորհիվ։ Դավիթը Գերմանիայից նամակ գրեց եւ բոլորը հասկացան, որ արդեն վերջանում է պատերազմը։ Վաղ առավոտյան աքաղաղների երկրորդ կանչից է դեռ շատ առաջ արթնացած Շուշան մամը հենց անկողնու մեջ աղոթում էր Դավիթի համար եւ հետո վեր կենում հավերին կուտ տալու, կովը կթելու եւ նախրապանին հանձնելու։ Թոնդրատանը վառվում էր կրակը եւ բոցի ու ծխի հսկա քուլաները միահամուր հորձանքով նետվում էին լիզելու մրոտ երթիկը։ Այդ ժամանակ տանից դուրս էր վազում Լուսինեն, գզգզված մազերով, ճմրթված վերնաշապիկով, անլվա ու նետվում թոնրատուն, կրակի վրա նոր փայտ ավելացնելու, որ նրան գիրագուն հաճույք էր պատճառում։ Ճարճատունով վեր էին ցայտում բոցի լեզվակներն ու կայծերը, մոխրի մի ամպ լցվում էր աչքերը, հռնդում էր կաս կարմիր կտրած թոնիրը եւ հորեղբորկինը վրա էր վազում նրա ձեռքից խլելու փայտերը, որովհետեւ թոնիրն արդեն հասել էր եւ պիտի հանդարտվեր։ Խմորը գնդված էր եւ շուտով լույսի պես ճերմակ բուրավետ ու աշխարհի ամենահամեղ հացը պիտի եփվեր այս նեղլիկ մլացած թոնրատանը։ Մայիսի վերջերն էին, փոცხով գետը բարակել հանդարտել էր, ափերին լճափոսեր էին առաջացել, առափնյա ճահճուտից գաղճ տղմահոտ էր գալիս, շոգ կեսօր էր, անցուդարձը գրեթե դադարել էր։ Մի աղջնակ հյուսկեն մազերին սպիտակ վարդակա դպրոցից տուն էր դառնում։ Թանաքամանը ձախ ձեռքին, աչով նա պահում էր քրքրված ու գույնը կորցրած պայուսակը։ Հին կամրջի կեսն անգամ չէր անցել, երբ նա անհետացավ։ Երեխան կամրջից ընկավ, բղավում էր Բիկին, վազելով հակառակ ծայրից։ Արագորեն մարդկանց մի խումբ գոյացավ։ Խռնվածները բղավում էին, վիճում եւ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում այնտեղ ներքևում։
14-15 տարեկան մի պատանի իրեն նետել էր գետը և հիմա Լուսինեին գրկած դուրս էր գալիս ափ։ Երիտասարդները կանայք վազում էին պատանուն օգնելու։ Գունատ ցրտից դողալով ամբողջությամբ թրջված, բայց թանաքամանն ու պայուսակը ձեռքերում ամուր սեղմած Լուսինեն ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես է կամրջի ջարդված տախտակամածից ցած ընկել և հայտնվել մարդկանց այս բազմության մեջ։ Նրան ճանաչել էին և շուտով դեպքի վայրը հասան Վերոնիկան, հորեղբոր աղջիկները, Շուշան տատը։ Թե ինչպես փոცხով գետը նրան չէր քշել տարել, թե ինչպես պատանին անմիջապես նետվել էր գետը Լուսինեին փրկելու, թե ինչպես ամենչև վերջ ձեռքից բաց չէր թողնում ոչ թանաքամանը և ոչ էլ գզգզված պայուսակը, խոսք ու զրույցի նյութ դարձավ, և ամբողջ քաղաքը երկար ժամանակ խոսում էր Գելեն Ցաբետի աղջկա հետ պատահած անհավատալի դեպքի մասին։ Լուսինեն այդպես էլ չկարողացավ մտաբերել իր հետ կատարվածի մանրամասները։ Միայն երբեմն թվում էր, որ ինքը ցած է ընկնում տանիքից և կամ ինչ-որ բարձր տեղից, ճչում էր, ձեռքերը առաջ մեկնում և հետո սահում էր հանդարտիկ, սիրտը ճմլվում էր ուրախությունից ու բավականությունից, թվում էր մարմինը փետուրի պես տարուբերվում է և չի շտապում ներքև իջնել։ Այդպիսի րոպեներին նա երանության մի զգացողություն էր ունենում, որ պահվում էր գրեթե ամբողջ օրը։ Վերոնիկան հիշում է, որ Լուսինեն զարմացրել էր իրեն արտակարգ լսողությամբ։ Աղջիկը շտկել էր մոր նվագածի անճշտությունը և մինչ եղբոր վերադարձը արդեն վարժ նվագում էր։ Երաժշտություն լսելիս կամ երգելիս նա երանության այն զգացողությունն էր ունենում, ինչ թվացող թռիչքի պահին։ Դա վերանայելու կամ ինքնամոռացման պես մի բան էր, թեթև, նրբահաս, ինչ-որ մշուշոտ մի քնքշություն, անբացատրելի նրբությամբ լցվում էր ներսը և թվում էր, որ այդ պահին թռիչքի զգացողությունն է ծնվում, մի պահ, որ ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել։ Փոքրիկ Լուսինեն ամենևին ամաչկոտ չէր։ Ուժը, որն հորդում էր երակներում, նրան ստիպում էր արագաշարժ լինել, ռիթմի զգացողությունը նրբագեղություն էր հաղորդում շարժումներին։ Տեղով կրակ, սիրում էր գունեղ երաժշտությունը, ամենաարագ ասերքները և խելահեղ պարեղանակները։ Նա սովորեց ակորդեոնով նվագել Լիստի հունգարական ռապսոդիաներից մեկը արագընթաց ու գահավեժ, նմանացնելով եղբորը ոճին և փոքրիկ մատիկներով ուժգնորեն սահելով, համարյա թռչկոտելով ստեղների ու բասերի վրայով։ Դպրոցում նա լավ էր սովորում։ Ռուզա Խաչատուրովնա Նիկողոսյանը, ամենաառաջին ուսուցչուհին, որ նրան դասավանդել էր 8 տարեկան հասակում, շատ լավ հիշում էր աղմկոտ արվեստասեր Չարաճճի իր աշակերտուհուն, որ փոքրիկ քրոջ Ելենայի հետ խուժում էր դասարան, փրփրացնելով ծալքավոր փեշերը, պտտեցնելով ձեռքի պայուսակը և հրմշտելով սրան նրան, կանգնում էր դասասենյակի կենտրոնում և իբրև ուսուցչուհի զայրացկոտ ձայնում. «Тише, садитесь, дети»։ Ախալցխայի համար 4 ռուսական տարրական դպրոցը նոր էին կառուցել։ Միջանցքում ծանրացել էր հյուղաներկերի և գաճի հոտը։ 4-րդ ժամին ձախակողմյան դասասենյակներից մեկում երեխաները մանկական ինչ-որ երգ էին երգում։ Ռուզա Խաչատուրովնան հանկարծ ընդհատեց երգը, վերջում բարձրացած աղմուկի պատճառով։ Լուսինեն դպրոց էր բերել մի թավամաս, գնդլիկ, գորշասպիտակ կատվիկ, որ հիմա դուրս էր պրծել պայուսակից և մլավում ու դողում էր անկյունում կծկված։ Աղջիկը չպատժվեց դրա համար, բայց ստիպված էր քավել մեղքը, վազքով տուն տանել կատվիկին և վերադառնալ։ «Ինչու դասի չես»։ Գեղեցկադեմ կնոջ շրթունքները ժպտում էին։ Երեխան չկարողացավ պատասխանել։ «Ձեզ մոտ ինչ ժամ է»։ «Երգի»։ «Դու ուրեմն երգել չես սիրում»։ «Այնքան էլ չէ, ես սիրում եմ թատրոն խաղալ և նվագել»։ «Նվագել գիտես»։ 2 տարի սովորել եմ դաշնամուրային խմբակում։ Ում աղջիկն ես։ Հաբեթի։ Դու լավ աղջիկ ես, բայց պետք է նաև երգել սովորել։ Կերգեմ։ Դիրեկտորին տված խոստումը Լուսինեն հետագայում կատարեց։ Ինքնագործ խմբակի երգչուհին դարձավ, և 4-րդ դասարանում արդեն բոլորը գիտեին, որ դպրոցում ամենից լավ երգում և արտասանում է Գելենց Հաբեթի աղջիկը, վտիտ, խոշորաչք, աղմկոտ Լուսինեն։ Մինչև դպրոց գնալը աղջիկը մտածում էր դերասանուհի դառնալ։ Տատիկի հին գզրոցներում նա տեսել էր աշխարհահռչակ դերասանուհիների նկարներ։
Տոմաշևիչի թողած թղթերում կար Պետերբուրգսկայե Վեդոմստի լրագրի մեկ համարը մի սքանչելի դերասանուհու լուսանկարով։ Թատրոնը նրա համար դառնում էր պաշտամունքի առարկա։ Ախալցխայի թատրոնը երկու ստուդիա ուներ՝ հայկական եւ ռուսական։ Նա գիտեր, որ Հոսեփ Տոմաշևիչը, Կարուզոյի ժամանակակիցը, Իտալիայում կրթություն ստացած Շալյապինի մտերիմ ընկերը եւ իր պապը ժամանակին երգել է ռուսական դրամատիկ թատրոնում։ Մի անգամ երկար թախանձանքից հետո մայրը նրան տարավ Մաքսիմ Գորկու հատակում պիեսի ներկայացմանը։ 7-8 տարեկան էր։ Պատերազմը ավարտվել էր, հին բեմը մի կերպ վերակառուցել էին։ Դահլիճում ցուրտ էր եւ անախորժ, եւ չնայած դրան լույսերի մեջ փայլող բեմը Լուսինեին անիրական երազ էր թվում։ Երբ երևացին ինքնագործ խմբի դերասան-դերասանուհիները եւ բեմը աստիճանաբար կենթանացավ, երեխայի հոգում ծաղկեց երջանկությունը։ Տուն դառնալով նա փորձեց վերհիշել հատակի մարդկանց եւ նկարել նրանց դեմքերը։ Վերոնիկան զարմացել էր երեխայի տեսողական հիշողության վրա։ Լուկան, մանավանդ քրչոտու բոկոտն բոլորովին նման էր ստացվել։ Հարկ եղավ նրան մի իսկական նկարչի ցույց տալ։ Գույների եւ ստվերագծի այն ըմբռնումը, որ ուներ Լուսինեն, նրան փայլուն ապագա էր խոստանում։ Բայց նկարչության փոխարեն որոշվեց ամրապնդել նրա երաժշտական գիտելիքները։ Լուսինեն ընդունվեց Ախալցխայի երաժշտանոցը։ Այստեղ կարևոր դեր էր խաղում մեծ եղբայրը Դավիթը, որ հսկում էր Լուսինեի եւ շտկում սխալները։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը, Դավիթը մտերմացել էր փոքրիկ քրոջ հետ եւ նրա ճակատագիրը աստիճանաբար դառնում էր մտահոգիչ, որովհետեւ աղմկոտ աղջնակը դաշնամուրային կատարողական արվեստում ոչ մի առաջադիմություն չէր ցուցաբերում։ Ախալցխան ետպատերազմյան տարիներին արտաքնապես փոխվում էր։ Գյուղը ավելի ու ավելի նահանջում էր։ Քաղաքային վարք ու բարքը աստիճանաբար վերականգնվում էր ու հետզհետե հեղաշրջվում էր քաղաքի նախկին կենցաղը։ Հաբեթը վաղուց էր թողել երաժշտությունը, գնացել էր մոտակա Վալե գյուղաքաղաքի ածխահանքերը եւ հաշվապահություն էր անում։ Նրա ստացած աշխատավարձը մեծ բան չէր, բայց կայունացնում էր ընտանիքի տնտեսական դրությունը։ Երևան տեղափոխվելու միտքը աստիճանաբար դառնում էր Սևերուն։ Ախալցխան հայտնի էր իր եկեղեցիներով։ Բերդի արևմտյան կողմում բարձրանում էր հունական քարակերտ եկեղեցին գորշ ու լայնանիստ։ Պատի տակ թաղված ռուս գեներալի շիրմաքարը հուշում էր, որ եկեղեցին այնքան էլ հին չէ, 19-րդ դարի մի շինություն։ Բերդի հյուսիս-արևմտյան կողմում հայ կաթոլիկների կիսաքանդ եկեղեցիներն են, փոքրիկ սքանչելի մատուռը։ Հայր Էփրիկյանը բնաշխարհիկ բարարանում հիշվում է, որ հայ կաթոլիկները 1883-1884-ին նոր թաղում կառուցել են Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Կարապետ arczepiskopos-ի ժամանակ Կառնո մեծ գաղթից հետո Ախալցխայում շինվեցին Սուրբ Փրկիչ, Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Լուսավորիչ եկեղեցիները։ Քաղաքի մայր եկեղեցին Սուրբ Փրկիչը կառուցվել է 1835-1837 թվականներին։ Ամենագեղեցիկը իհարկե Մարտաթաղում դեպի Աջուլի սարերը ձգվող բարձունքի վրա կառուցված Սուրբ Նշան եկեղեցին է։ Մի իսկապես վեհատեսիլ շինություն, որ մանավանդ իրիկնային ժամերին Ռաբաթից, Ջիլիտ մեյդանից, հրեաների թաղամասից դիտելիս անիրական եւ երազային ստվերագծեր է առնում։ Զանգակատների սրագագաթ նրբությունը, վիթխարի շինության վերսլած ու երկնամերձ անմատչելիություն ընդգծելուց բացի, ներշնչում են վեհության այն զգացողությունը, որ ամուր նստվածքով մնում է դիտողի մեջ։ Շուշան մայրիկը երբեմն եկեղեցի գնալիս իր հետ տանում էր նաև Լուսինեին։ Սև լաչակը գլխին, մոխրագույն բատիստե շրջած կեստով, գեր ու սիրունատես տատը շորորալով քայլում էր եկեղեցի տանող քարքարոտ ճանապարհով եւ քթի տակ աղոթք մրմնջում։ Նրա աչքերը զարմանալի հանդարտությամբ լցվում էին արցունքով, երբ հին ծխից սևացած ավազի մեջ, կլորիկ ու նուրբ մատները դողացնելով, տնկում էր վառվող մոմերը եւ սրբազան երկյուղացությամբ դիմում տիրոջը, թորան վերադարձը աղերսելով։ Լուսինեն կանգնում էր տատի կողքին տարօրինակ եւ անբացատրելի սարսուռով։ Մանկան բնազդով նա հասկանում էր, որ այս կիսամութ ու ցուրտ հավաքատեղին մոմի լույսերի այս տարօրինակ փայլփլոցով
կիսախավարի մեջ տարածված բուրումներով ու շշուկներով ինչ որ գաղտնի և անբացատրելի մի բան ունի իր մեջ, անիմանալի մի բան, որից երկյուղում էր և տատամսում։ Լուսինեն սարսուրով էր լցվում, երբ մոր հետ այցելում էր Իվլիդա վրաց կաթոլիկ եկեղեցին, ուր պահվում էր Աստվածամոր հրաշափառ սրբապատկերը։ Կիսամութի մեջ վառվող մոմերի լույսի տակ մեծադիր սրբապատկերը խունացած ու գունաթափ, խորհրդավոր ու բացարձակապես ցնցող տպավորություն էր թողնում։ Աստվածամոր խոշոր աչքերը կամարակապ հոնքերի տակից նայում էին ծայրահեղ տխրությամբ ու ցավով։ Թվում էր, թե նկարիչը Աստվածամորը նկարել է այն պահին, երբ նա առել է որդու մահվան լուրը։ Անհայտ հանճարը Աստվածամորը հեզ ու խոնարհ գլխաշարժումի մեջ դրել էր վշտի անծայր տրտմությունը և բարոյության ու մաքրության զարմանալի պայծառ լույսեր։ Իվլիդան Աբասթուման տանող ճանապարհի աջակողմում էր, աղացխայից 2 վերստի վրա։ Հաբեթի ընտանիքի համար եկեղեցին մի առանձին հատուկ նշանակություն ուներ։ Ամբողջ 20-30-ական թվականներին աննշան այդ շինությունը, անտառամերձ բարձունքի վրա կառուցված, դարձել էր Տոմաշևիչների ամենասիրած այցելավայրը։ Հովսեփ Տոմաշևիչը իր նիհարիկ կնոջ Ելենա Պավլովնայի, Հաբեթը Վերոնիկայի ու երեխաների հետ կառք նստած երբեմն հայտնվում էին վանքը շրջապատող ծառաստաններով խոնավ ու զով բացատներում։ Ոչ միայն կրոնական ջերմեռանդությունը, այլև հոգևոր երգարվեստին անձնատուր լինելու հնարավորությունն էր Տոմաշևիչին բերում այստեղ։ Առանձնության և լռության մեջ ներքին մի մղումով ծայր էր առնում երգը, թավ, գունեղ, հոգեհմամի ձայնով, որ սարսուռ էր ազդում։ Լուսինեն մի անգամ հենց այստեղ լսել էր Տոմաշևիչի երգը։ Աղջկա մեջ ամուր տպավորվել էին պապիկի խոշոր աչքերի տխուր ու հեռացող արտահայտությունը, լայն կուրծքը, հայկական արծվաքիթն ու լիքը շրթունքները, որ երգելիս փոքր-ինչ դողում էին։ Ելենա Պավլովնայի դեմքին ռուսական դրոշմ կար, բարեկրթության և ազնվական ծագման ընդգծված մանրամասներով։ Ելենա Պավլովնային Լուսինեն շատ էր սիրում, իսկ պապիկը թոռների մեջ արդեն վաղ հասակից որսացել է երաժշտի բնավորությունը և որի համար չափազանց ուրախ էր։ Տոմաշևիչը համաձայն էր կնոջ հետ։ Լուսինեն կփոխարինի մեզ, մի անգամ ասել էր լեհերեն, և Վերոնիկան լավ հիշում էր, որ դրանից հետո իր հայրը հատուկ գուրգուրանքով էր նայում գլխին սպիտակ վարդակապ ունեցող, սև հոնքերով ու իրեն բավականաչափ նման Լուսինեին։ Իսկ աղջնակը մեծանում էր։ Խաղում զարկում էր նրա մեջ անհանգիստ մի բան։ Ինչ էր դա։ Ով էր անհանգստացնում, ինքն էլ չգիտեր։ Աղջկա ներսում ինչ-որ բան ուզում էր պոկվել ու դուրս թռչել։ Ուզում էր հեռանալ, ուզում էր ձև ու կերպարանք առած գնալ նստել բշուշում նշմարվող թրիալեթի բարձրաբերձ լանջերին կամ ճախրել օդում պայծառ թափանցիկ լազուրում, որ հատկապես օրփոլայի կողմերը կանաչի ու աննշմար դեղինի երանգ էր ստանում։ Աղջիկը մեծանում էր բոլորի աչքի առաջ, փոխվելով այնպես աննկատ, որ մի օր էլ Վերոնիկան զարմանքով նայեց դպրոցի տուն վերադարձած Լուսինեին և աչքերին չհավատաց։ Փոխվել էր, օրիորդի ինչ-որ ձև էր առել, մարմինը լցվել էր, երեխայությունը թևել, սև արդուկած աշակերտական գոգնոցի ուսակապերը կրծքերի վրա էին բարձրացել ու թվում էր օտարոտի ինչ-որ բան է մտել աղջնակի ամբողջ արտաքինի մեջ։ 1950-ական թվականների սկզբներին Լուսինեն դպրոցում հայտնի դարձավ ոչ միայն իր դերասանական շնորհներով, այլև երգով։ Նա սովորել էր Սիլվա օպերետից մի քանի դերերք և հիմա դրանք կատարում էր կոմերիտական հավաքույթներին հաջորդող համերգային բաժիններում կամ համադպրոցական տոնահանդեսներում։ Նրա արտասանությունը և երգը մրցում էին իրար հետ։ Մի անգամ նա արտասանեց Լերմոնտովի պոետի մահը, իսկ հետո երգեց նեապոլյան երգեր «Օ Մարի, օ Մարի» և այլն։ Կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը, որն այդ օրերին ախալցխա էր գտնվում, հրավիրվել էր դպրոցական տոնահանդեսին։ Լսելով Լուսինեին, նա դպրոցի դիրեկտորին ասաց. «Դժվար բան է գուշակություններ անելը, բայց այս երեխան երևի երգչուհի դառնա»։ Երևան տեղափոխվեցին 1952 ամռանը։ Ալավերդյան փողոցի վերին ծայրում գտնվող եռահարկ մի շենքում,
սենյակ վարձեցին։ Բնակարանը ընդհանուր էր, սենյակն էլ փոքրիկ ու լուսավոր։ 14-15 տարեկան երկու աղջիկ ախալցխայի անուշ բարբարով փորձում էին բացատրել տանտիրուհու ծեր սկեսրոջը, թե որտեղից են եկել իրենք եւ ինչու ծանր դաշնամուրը, որ դժվարությամբ մի քանի տղամարդ եթու առաջ տալով ներս էին խցկում, ախալցխայից բերել հասցրել էին Երևան։ Զվար դեմքերին խաղացող ամենասքանչելի ժպիտը, որ երբևէ կարելի էր տեսնել անմեղ ու պարզամիտ այս աղջիկներին, անմիջապես հարազատացնում էին խոսակցի հետ։ Խոշոր սև աչքերի արտահայտիչ ու ցայտուն գեղեցկությունը, ուղիղ քիթը, բացառիկ կանոնավոր դիմագծերը Ելենային տարբերում էին Լուսինեից, բայց երկուսն էլ նիհարիկ էին, հագնված գրեթե միանման, հասակներն էլ նույնը, ձեռքերն էլ, խոսակցության քնքշությունն էլ, ձայնի միանգամից առինքնող հուզատոնն էլ, եւ զարմանդող տատի համար դժվար էր տարբերել ախալցխացի քույրերին, մանավանդ երբ սրանք միասին չէին, կամ երբ նրանցից որևէ մեկին իրիկնապահին բուրումնավետ ու տաք գաթան, ախալցխայի գաթան մի կտոր լրագրի մեջ փաթաթած դնում էր լայնափեշ փոթոցալ գոգնոցի գրպանը, առանց որևէ խոսքի համբուրելով մամիկի խորշոմած ու բարի դեմքը։ Երևի Շուշան մամին էին մտաբերում քաղցրիկ քույրերը, երևի ախալցխայի երեկոների հուշն էր վարում սրտերը, կամ պատկերացնում են փոცხով գետի կամրջով սևալաչակ կանանց դանդաղ ու հանդիսավոր երթը։ Իրիկնամուտի սվերների մեջ ննջող քաղաքի զարմանալի անդորը, դեպի վեր Ռաբաթի հյուսիսակողմում բարձրացող հայ կաթոլիկների կիսաքանդ մատուրի հուսահատեցնող տխրությունը, որ գալիս էր միախառնվում նրանց տխրությանը, եւ կարոտը միանգամ էլ շնչահեղձ էր անում օտարոտի այս քաղաքի նորաբնակներին։ Դպրոցի ճանապարհը երկար էր, կտրում էին Թումանյան փողոցը, հետո Լենինի պողոտայով իջնում էին մինչև Ծածկած շուկա, եւ ապա բակերի միջով հասնում Տարաս Շևչենկոյի անվան դպրոցը։ Արագ ծանոթություններ հաստատեցին, հայտնության պես մի բան էր հարևանուհին, 20-ամյա Աիդա Ավետիսյանը, որ սովորում էր կոնսերվատորիայում եւ ամեն օր գրեթե բոլոր ժամերին ստեղծագործում երգեր, սիմֆոնիկ պատկերներ, դաշնամուրի ու ջութակի կոնցերտներ։ Այդան ապրում էր դեմ դիմաց նույնպիսի նեղլիկ ու լուսավոր սենյակում։ Բակից նայող պատուհանից ներս էր լցվում չոր տերևների եւ թաց հողի բույրը։ Երևում էին ծառերի ստվարախիտ կատարները եւ պարզ կապույտ երկինքը։ Եվ հանկարծ դաշնամուրն սկսում էր պատմել տառապանքի ու սիրո մասին, որ ապրված էր ու անցած։ Տխրությունը հուսահատական երանգներ էր առնում, եւ չգիտես որտեղից դուրս էին վազում անողոք ու դաժան հնչյուններ, պատժի թե թաղման ծեսի համար։ Համենայն դեպս Լուսինեին այդպես էին պատկերանում սիմֆոնիկ պատկերի վերջընթաց դրվագները։ Այդան շարժում էր Լուսինեի նախանձը։ Եթե ես կարողանայի գոնե այնպես նվագել, ինչպես նա, երջանիկ կլինեի։ Լուսինեն գամաներ էր երգում Վերոնիկայի նվագակցությամբ։ Անմշակ այդ ձայնի մեջ շալիկուն Աիդայի փեսացուն, որսած հաճելի ինչ-որ երանգ, դուրեկան, գունավոր լիքություն։ Շալիկուն ներս մտավ, հենվեց դրանը եւ սպասեց։ Հարկավոր է Լուսինեին ուսումնարան տանել, ասաց նա։ Գուցե դու մեզ օգնես, այո, ինչու՞ չէ։ Այդան մի քանի օր պարապեց Լուսինեի հետ, շալիկուն ստացել էր Տիգրան Նալբանդյանի համաձայնությունը։ Չորեքշաբթի 5-րդ, 6-րդ ժամերին բերեք տեսնեմ, ասել էր նա։ Վերոնիկան, Այդան եւ Լուսինեն ուսումնարան գնացին առանց շալիկոյի։ Փոքրիկ լսարանում նրանց դիմավորեց փառահեղ մի ծերունի, բարձրահասակ ու կորովի։ Լայն ճակատը պահպանել էր երիտասարդական գրավչությունը։ Զորոնդեղ կուրծքը հնամաշ բաճկոնի տակի ցուցադրում էր անսպառ էներգիա, որը չէր լքել ծանր փորձություններ տեսած համբավավոր երգչին։ Ինչ ես երգելու աղջիկս, հարցրեց նա անմիջապես։ Ամեն ինչ։ Ուզում եք Սիլվայից, ուզում եք Ռոզմարիից, ուզում եք Կուժնարա կամ Քելե, համարձակ առանց քաշվելու պատասխանեց Լուսինեն։ Տոմաշևիչին հիշեցնող ինչ-որ բան կար այս հաղթահասակ, քիչ կորացած մարդու արտաքինում։ Ապա լսիր սամ, Նալբանդյանը նվագեց երաժշտական մի դարձվածք։ Լուսինեն չդժվարացավ։ Լսողությունը ստուգելուց հետո նա փորձեց եւ ռիթմը, ապա նոր թույլատրեց երգել։ Կուժնարա ելասարը, չգտա Ֆիդան յարը, Ֆիդան յարը ինձ տվեք, չքաշեմ ահու զարը։
Երգեց աղջնակը շառագունած դեմքին ինքնավորած երանություն։ Պարզունակ խզվող ձայնի մեջ դեռ չհասունացած բան կար։ Ձայնալարերը դերևս չէին կայունացել, եւ երեխան էլ բավական փոքրամարմին էր ու նվազ։ Քանի տարեկան ես, հարցրեց Նալբանդյանը։ 16։ 1 տարի եւս, 1 տարի։ Երեխան դեռ փոքր է, դիմելով Վերոնիկային ասաց նա։ Ձայնը դուրեկան է, բայց դեռ չի հասունացել։ Պտուղը ժամանակին են քաղում։ Իսկ դու աղջիկս, այս մի տարին բոլորովին չերգես, թող ձայնալարերը տամրանան, ձայնդ կայունանա։ Եկող տարի մենք քեզ կընդունենք ուսումնարան։ Իսկ արտասանել կարելի է, հարցրեց Լուսինեն։ Կարելի է, ինչու՞ չէ, միայն պետք է խնայես ձայնդ։ Հիմա քեզ համար անցման շրջան է։ Դա նշանակում է, որ քո ձայնալարերը ֆիզիոլոգիական փոփոխության են ենթարկվում։ Կոկորդը պետք չէ հոգնեցնել, հա։ Ներեցեք, դարձավ նա Վերոնիկային, դուք ախալծխայից եք։ Այո, հայրս Թիֆլիսից էր, երկար տարիներ ապրել ենք Մոսկվայում։ Ախալծխայում ապրում էր իմ տաղանդավոր բարեկամը, Հովսեփ Տոմաշևիչը։ Տոմաշևիչը հայրս է։ Տիգրան Նալբանդյանը մոտեցավ Վերոնիկային, բռնեց նրա ձեռքը եւ լուր մոտեցրեց շուրթերին։ Ինչ բախտավորություն է սա, տիկին, ինչ բախտավորություն։ Այս աղջիկն ուրեմն Տոմաշևիչի թոռնիկն է։ Զարմացած ուրախ ձեռքերը լայն տարածելով Լուսինեին գրկեց երգիչը։ Յոսիֆ Պավլովիչի հետ մենք երկար տարիներ բարեկամներ ենք եղել։ Հազվագյուտ երգիչ էր, հազվագյուտ մարդ եւ նույնքան հազվագյուտ ձայնի տեր։ Դուք լսել եք նրա դերերգերը։ Ոչ, ափսոս, շատ ափսոս։ Հարկավոր էր նրան լսել Սուսանին կամ Բորիս Գոդունով երգելիս, եւ այդ ժամանակ կհասկանայիք, թե ինչ ուժ է ձայնը, ինչ հրաշք, ինչ հանելուկ եւ ինչ մխիթարություն։ Տիգրան Նալբանդյանը մռայլվեց։ Հուշերը նրան տարան հեռու հեռավոր անցյալը, եւ նա պարզորեն վերհիշեց վերջին այցելության ժամանակ Հովսեփ Պավլովիչի խոշոր սև աչքերի անմխիթար տրտմությունը։ Ես եղել եմ Ախալծխայում։ Ձեր հայրիկը այն ժամանակ այլևս չէր երգում, բայց նա եկավ իմ համերգին եւ ետնաբեմում համբուրեց ինձ։ Տառապանքը մեզ համար էր երևի։ Ամեն ինչ անհետ կորավ։ Ես այժմ մի ձայնաբնակ անգամ չունեմ, թեև երգել եմ 50 տարի։ Միայն վերջերս ինձ ձայնագրեցին, բայց ինչ է մնացել իմ ձայնից։ 70-անց մարդու ձայնը նման է սայլի ճռինչի։ Երբ ես լսում եմ ինձ, թվում է, թե այդ մեկն ուրիշն է երգում։ Երգչի սպիտակահեր գլուխը հակվեց կրծքին, ճերմակ բարի ձեռքերը հուսահատ տխրությամբ խաչաձևվեցին, եւ նա մնաց այդպես կանգնած, անխոս հայացքը հեռվում, ինքն իրենից բացակա եւ օտարացած։ 1 տարի անց թողնելով հանրակրթական դպրոցը, Լուսինեն ընդունվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ Ռոզալիա Գոլաբյանը երաժշտական կրթություն ստացել էր Ստավրոպոլում։ 30-ական թվականներին նրա հայրը, որ նոր Բայազետից էր, երաժշտագետ Ստավրոպոլի հայկական դպրոցներում դասավանդում էր հայոց լեզու եւ երգեցողություն։ Ռոզալիան ձայնային լավ տվյալներ ուներ եւ տեղի երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո եկավ Երևանի կոնսերվատորիայում ուսանելու։ Նադեժդա Կարդյանի դասարանում Ռոզալիան սովորեց 5 տարի։ Համերգային մի շրջան ունեցավ, ավարտելուց հետո 1930-ին, որից հետո դարձավ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի դասատու եւ իր կոչմանը հավատարիմ է մինչեւ այսօր։ Հայուհու բնորոշ դիմագծերով արդեն բավականաչափ գեր եւ ծանրաշարժ Ռոզալիա Իվանովնան Լուսինեին իր դասարանն ընդունեց ոչ առանց որոշ կասկածների։ Քննության ժամանակ էր լսել աղջկան եւ հիմա մեծ աշխատանք ու համառություն էր պետք ձևավորելու եւ մշակելու նրա ձայնը, այն ինչ տվել էր բնությունը։ Մազերը կարճ կտրած ու հարթ սանրած, անմեղ ու պայծառ աչքերով Լուսինեն դասարանում կենտրոնանում էր, դառնալով համակ ուշադրություն։ Անուշիկ դեմքը փայլում էր մանկան միամտությամբ, բայց աչքերը համառ էին ու լարված կամքի ուժով ու սովորելու բուռն ցանկությամբ առլեցում։ Տարապմունքներին Լուսինեն կլանում էր ամեն ինչ, եւ դիտողությունները եւ բացատրությունները, որոնք հագեցված էին լինում վոկալի մեծ վարպետների փորձի մասին պատմություններով։ Երբեք չէր հոգնում, մի դարձվածը կարող էր անընդմեջ կրկնել, մինչև որ ստացվեր ցանկալի արդյունքը։
Ռոզալիա Իվանովնան տեսնում էր Սանուհու առաջադիմությունը։ Կանտիլենան մշակելիս, թեև ձայնը մնում էր ներփակ, բայց դրսևորում էր հանդարտ ու միանգամայն բնական ձայնի նրբերանգային գեղեցկությունը։ Դասատուն համոզված էր, որ հատկապես ձայնային վարժությունների վոկալիզներ ժամանակ մի ինչ-որ փոփոխություն պիտի կատարվի։ Մի անգամ Լուսինեն երգեց Մոցարտի ձնծաղիկները։ Սոպրանոյի գեղեցկության մի այնպիսի շերտ երևաց եւ ակնթարթում անհետացավ, ասես մարեց հանգավ հեռվում շողացող լույսը։ Այսպիսի պահերին դասատուին թվում էր, թե ինքը պատրանքի մեջ է։ Ռոզալիա Իվանովնան անջանում էր քնքուշ լինել եւ Սանուհուն իջի թանել լարվածությունը։ Պարապմունքները վերսկսվում էին եւ ձայնը թռչում էր մեղմից ուժգինը, ուժգինից մեղմը։ 2 տարի անցավ։ Ուսումնարանում արդեն խոսում էին Լուսինեի մասին։ Նա ամենտեղ երևում էր համերգներին, որ կազմակերպում էին մեծ լսարանում, թատերական ներկայացումներին, երեկո մրցույթներին, նոր տարվա հանդեսներին։ Հայրը բնակարան ստացավ Երևան տեղափոխվելու հաջորդ տարին, Շահսուվարյան փողոցի վրա եռահարկ շենքի վերջին հարկում։ Ուսումնարան գնալը դժվարացավ, պետք էր ծայրից ծայր կտրել անցնել Կոմիտասի փողոցը եւ Լենինի պողոտան։ Պատշգամբը նայում էր բակին, Լուսինեն մորից խնդրում էր անկողմ ծածկոցը եւ ընկերուհու հետ ծածկում պատշգամբի ճղաշար պատը։ Ունկնդիրները նստում էին բակում, յուրաքանչյուրը իր համար աթոռ էր բերում եւ սեպտեմբերյան մեղմ ու խաղողաբույր երեկոյին, արևի մայր մտնելուց մի փոքր առաջ, սկսվում էր համերգը։ Լուսինեն հագնում էր կրծկաբաց երկարափեշ մի հին շրջազգեստ, որ Վերոնիկան էր հարմարեցրել աղջկա վրա, գցում էր կապույտ եղջերակեղև գնդիկներով փայլուն հուլունքաշար եւ հայտարարությունից հետո շտապով դուրս էր գալիս պատշգամբ։ Նա սովորաբար երգում էր ուսումնական հանձնարարականները Ջորդանիի «Իմ սիրելի», Ռիմսկի-Կորսակովի «Не ветер веял с высоты», Չիոչիոսանի «Արյան» համանուն օպերայից, Կոմիտասի «Չինարես Դորգոմիրսկու Դուշիչկա դիվիցան» եւ այլն։ Հարևան բակերից էին գալիս, մարդիկ կամաց հավաքվում էին, երեխաները, փողոցի անցորդները, հարևանների հյուրերը, մի ջութակահար եւ իհարկե ծնողները, Հաբետն ու Վերոնիկան, եւ երեկոյի անդորի մեջ տարածվում էր 18-ամյա երգչուհու սոպրանոն։ Մեղեդին հնչում էր միամիտ պարզությամբ եւ թրթռուն արկայծումով։ Լույսը հառնում էր երգի ընդերքից։ Լուսինեն ասես բնազդով զգում էր մեղեդու խորապես մարդկային տառապանքը։ Ունկնդիրները հիանում էին, Վերոնիկայի աչքերն արցունքոտվում, երբ նա երգում էր Չիոչիոսանի «Արիան»։ Հավաքվածների համար արտակարգ ու գեղեցիկ էր Լուսինեի ձայնը, մինչդեռ Ռոզալիա Գուլաբյանը եւ Մարտին Մազմանյանը, ուսումնարանի նոր դիրեկտորը, հաճախ էին զրուցում աշխատասեր այդ աղջկա բախտի եւ արտիստական կարողությունների մասին եւ այն մասին, թե նա կարողանալու է արդյոք գոհացնել քննական հանձնաժողովին։